Ծննդոց գիրքը, հունարեն Genesis։ Ծննդոց գիրքը Աստվածաշնչի առաջին և ամենաառանցքային գրքերից մեկն է, այն հանդիսանում է ամբողջ սուրբգրային պատմության հիմքը։ Ստորև ներկայացնում եմ Ծննդոց գրքի ամբողջական բովանդակությունը բաժանված հիմնական փուլերի և մանրամասն բացատրություններով։ 1. Արարչագործություն և մարդու անկումը, գլուխ 1-3։ Այս հատվածը բացատրում է տիեզերքի և մարդկության ծագումը։ 6-օրյա արարչություն։ Աստված ոչնչից ստեղծում է լույսը, երկինքը, երկիրը, բուսականությունը, լուսատուները, կենդանիներին և վերջապես մարդուն։ Մարդը ստեղծվում է Աստուծո պատկերով և նմանությամբ որպես արարչության պսակ, եդեմական պարտեզ։ Աստված Ադամին և Եվային տեղավորում է դրախտում, որտեղ ամեն ինչ կատարյալ է։ Նրանց տրվում է մեկ պատվիրան չուտել բարու և չարի գիտության ծառից։ Մեղսագործություն։ Օձի սատանայի դրդմամբ մարդը խախտում է Աստուծո պատվիրանը։ Սա բերում է մեղքի մուտքը աշխարհ, որի հետևանքով մարդը դառնում է մահկանացու և արտաքսվում է դրախտից։ 2. Նախաջրհեղեղյան շրջան և Նոյ, գլուխ 4-9։ Մարդկության տարածման հետ մեկտեղ աճում է նաև չարիքը։ Կայեն և Աբել։ Առաջին եղբայրասպանությունը, որը ցույց է տալիս մեղքի արմատացումը մարդու մեջ, մեծ ջրհեղեղ։ Քանի որ մարդկությունը չափազանց ապականվել էր, Աստված որոշում է ջրհեղեղով մաքրել երկիրը, սակայն Նոյը, ով արդար էր, Աստուծո հրամանով կառուցում է տապանը, ուխտ Նոյի հետ։ Ջրհեղեղից հետո Աստված ուխտ է կապում Նոյի հետ խոստանալով այլևս ջրով չկործանել երկիրը, ծիածանը որպես նշան։ 3. Բաբելոնի աշտարակաշինությունը, գլուխ 10-11։ Մարդիկ, հպարտությունից դրդված, փորձում են կառուցել մի աշտարակ, որը կհասնի երկինք։ Աստված խառնում է նրանց լեզուները, ինչի արդյունքում մարդիկ սփռվում են ամբողջ աշխարհով սկիզբ դնելով տարբեր ազգերի և լեզուների։ 4. Նահապետների պատմությունը, գլուխ 12-50։ Գրքի երկրորդ մեծ մասը կենտրոնանում է 4 հիմնական նահապետների վրա, ովքեր դարձան Իսրայելի ժողովրդի նախահայրերը։ Աբրահամ, հավատքի հայրը։ Աստված կանչում է Աբրահամին, Աբրամին դուրս գալ իր հայրենիքից և գնալ մի երկիր, որը ինքը ցույց կտա։ Աստուծո խոստումը։ Աստված խոստանում է Աբրահամին, որ նրա սերունդը կլինի աստղերի պես անթիվ, և նրա միջոցով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը։ Իսահակի ծնունդը։ Չնայած խոր ծերությանը, Աբրահամը և Սառան ունենում են խոստացված որդուն Իսահակին։ Փորձությունը։ Աստված փորձում է Աբրահամին խնդրելով զոհաբերել Իսահակին, բայց տեսնելով նրա հավատքը կանգնեցնում է նրան։ Իսահակ և Հակոբ։ Իսահակը ժառանգում է Աստուծո օրհնությունը։ Նա ունենում է 2 որդի՝ Եսավ և Հակոբ։ Օրհնության ստացումը։ Հակոբը խորամանկությամբ վերցնում է անդրանիկության իրավունքը Եսավից, Հակոբի տեսիլքը։ Փախչելով եղբորից, Հակոբը տեսնում է երկինք հասնող սանդուղքը և Աստուծո հետ մենամարտից հետո ստանում է նոր անուն Իսրայել, Աստուծո հետ մարտնչող։ Նա ունենում է 12 որդի, որոնք դառնում են Իսրայելի 12 ցեղերի հիմնադիրները։ Հովսեփ գեղեցիկ։ Սա Ծննդոց գրքի եզրափակիչ և ամենահուզիչ պատմությունն է։ Վաճառքը Եգիպտոսին։ Հովսեփի եղբայրները նախանձից նրան վաճառում են ստրկության։ Եգիպտոսում բազմաթիվ փորձություններից և բանտարկությունից հետո Հովսեփը Աստուծո շնորհով, երազներ մեկնելու կարողությամբ, դառնում է Եգիպտոսի երկրորդ մարդը փարավոնից հետո, փրկություն և վերամիավորում։ Սովի տարիներին Հովսեփը փրկում է իր ընտանիքին և ամբողջ տարածաշրջանը կործանումից։ Գիրքն ավարտվում է Հակոբի ընտանիքի Եգիպտոս տեղափոխվելով և Հակոբի ու Հովսեփի մահով։ Գրքի հիմնական իմաստը և պատգամը։ 1. Աստված որպես արարիչ։ Ամեն ինչի սկիզբը Աստված է։ Աշխարհը պատահականություն չէ, այլ աստվածային ծրագրի արդյունք։ 2. Մարդու ազատ կամքը։ Գիրքը ցույց է տալիս, որ մարդն ունի ընտրության հնարավորություն, բայց Աստծո դեմ ապստամբությունը բերում է տառապանքի։ 3. Ընտրյալ ժողովուրդ։ Ծննդոցը ցույց է տալիս, թե ինչպես Աստված մարդկության փրկության համար սկսեց աշխատել մի ընտանիքի՝ Աբրահամի միջոցով, որից պետք է ծնվեր Փրկիչը։ 4. Աստվածային նախախնամություն։ Հովսեփի պատմությունը լավագույնս ամփոփում է սա։
Դուք իմ դեմ չարիք խորեցիք, բայց Աստված այն բարու դարձրեց։ Ծննդոց 50:20